Նորից հիշեցման պահով, պարոն Քահանա, տղերք ջան, որ դուք հողը պահում եք, իր համար եք պահում, որ չգան մորթեն այդ անուղեղին։ Իմ հայ զինվոր, Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի, թող Քրիստոս քալի ձեր առջևից, Քրիստոս, ձեր Տերը, ձեր գերագույնը, ձեր պահապանը, ձեր ամենափառահեղ Քրիստոսը, գերագույն հիմքը, որ ինքն է։ Ասա պարոն Քահանա, գիրքը որ պահել ես, գիրքը բաց սուբ գիրքը, մեզի փրկությունը պատմի, մի բռնի որ պաչենք, այո պաչում եք, հավատքով եք պաչում, դուք փրկվեք, բայց այդ կեղտոտը այդպես կմնա գիրքը պահած, միջև վերջ, միջև ների գալուստը, այդտենց, այդքան է ճիշտ, ների ձերքով կմորթվի, բաց կփրկվի, եթե տիրոջը ընդունի։ Տղերք ջան, խնդրում եմ ասեք իմ հայ զինվորներ, իմ աղբերներ, ասա գիրքը բաց Քահանա, այս շոյրը թանի հակից հետ մեղք ես կքրտնես ասակ, կքրտնես, շուշդ կտրվի, մի հատ ջուր տվեք, սառը թող խմի հովանա, ասա գիրքը բաց պարոն Քահանա, այս շոյրը թանի հակից հետ փայլուն, դու տոնածառ լինես, տոնածառի պես հակել ես կանգնել ես, գիրքը փագել ես շորով, գրքի մեջ փրկությունն է որ փագել ես, հույսն է գրքի մեջ, հույսը փրկությունը, հավիտենական կյանքն է գրքի մեջ, գիրքը բաց պարոն Քահանա, կարդա մարդկանց փրկությունը Քրիստոսի, հավիտենական, հիմա շնորհքի շրջանն է փրկության, մի կանգնած պահի, բռնած կանգնած պահի, գիրքը, դու էլ չոքի ապաշխարի, որ դու էլ փրկվես, որ Աստված լինես, Վարդցալի որդիներ եք, Աստվածներ եք, բայց մարդոց պես պետք է մեռնեք։ Այո, Աստված է ասում, քո Տեր Աստվածը, որ քեզ ստեղծել է։ Նորից եմ ասում, գիրքը բաց սուբ գիրքը, կարդա մարդկանց զինվորին, որ զինվորը լսի ու հասկանա, որ ընդունի, որ փրկությունը Քրիստոսով է։ Քրիստոսով, քո Տեր Աստծով։ Աստված օրհնի քեզ, Աստծո սերը եւ խաղաղությունը, փրկությունը լինի բոլորիդ հետ, ամեն։